Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակաց հետ միասին աղոթք վերառաքեցինք առ Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը եւ տառապանքը ուժի վերածելու, հաղթարելու մեր կյանքում առկա դժվարությունները եւ նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը եւ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը եւ ողորմությունը այսօր եւ միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց։ Վերապար այսօր Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը եւ հետեւողականորեն չենք տալիս, ասել ենք այլ առիթներ։ Դուք ոչ մի առիթով հարկազատ չեք տալիս։ Ոչ մի հայտարարությունը զուգող հայտարարություններ Լսեք ինձ մեր ուղերձը քիչ հետո ուղղելու ենք մեր ժողովրդին ընթացը Սուրբ Պատարագի մայր տաճարից։ Բայց մենք ուրիշ բան ենք հարցնում։